այսօրվա ֆորումի մասին, նման երկխոսությունները որքանով են կարևոր եւ Ռուսաստանի եւ Հայաստանի համար, մասնավորապես այս դեպքում Հայաստանի համար։ Կարևոր է, բայց պետք է շատ ավելի բարձր մակարդակով քննարկել լինեն, սաղքսոտի ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում դրա մասին շատ չեն մտածում։ Պատճառը որն է, քաղաքական է, թե այն իրավիճակը, որ այսօր կա Ուկրաինայում։ Նախ ասեմ, որ ուղղակի քաղաքական ավանդույթ նման չկա, նման աշխատանքի, որը բերում է նրան, որ շատ հաճախ ուղղակի մարդիկ չեն ընկալում այս ինստրումենտները, որպեսզի քաղաքականությունը ընդլայնվի։ Շնորհակալ եմ զրույցին։ Իսկ ներողություն, Թրամփ եւ Զելենսկի հանդիպումների ինչպիսի հետևանքներ կարող են ընդհանուր առմամբ լինել ձեր կարծիքով։ Իմ կարծիքով այս հանդիպումը ոչ թե անմիջական հետևանքներ է ունենում, այլ ուղղակի արտացոլում է որոշակի նոր իրավիճակ։ Իսկ այդ նոր իրավիճակի շատ ամփոփ բնութագիրը հետևյալն է. Ամերիկան փորձում է ներկայիս սառը պատերազմը Ռուսաստանի հետ դադարեցնել եւ տեղափոխել ուկրաինական պատերազմը դեպի տարածաշրջանային հակամարտությունների դաշտ, այլ ոչ թե գլոբալ պատերազմի դաշտից անել։ Եվ այսպիսով սա ենթադրում է, որ Ամերիկա-Ռուսաստան մրցակցությունը այս տարածաշրջանում էականորեն կթուլանա։ Եվ դրանց աշխարհաքաղաքական հետևանքները տարածաշրջանի մասնավորապես մեր կողմի վրա ինչպիսին կարող են լինել։ Հայաստանի ներկայիս իշխանությունների խաղը Ռուսաստան արևմուտք հակասությունների վրա կդժվարանա եւ գուցե նույնիսկ անհնար կդառնա։